Պարոն Ավագյան, գիտենք, որ փետրվարից Շիրակի մարզի Աշոտքի կրասար բնակավայրում ինչ-որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, որի վերաբերյալ ոչ պատկան մարմիններից ենք ստանում այդ անհրաժեշտ տեղեկատվությունը, վերջերս նաև գյուղացիներն են խուսափողական պատասխաններ տրամադրում, ինչ է ձեզ հայտնի, ինչ է կատարվում կրասարում։ Ուրեմն նման իրավիճակի թիվ 1 պատասխանատուն իշխանավորներն են, ու էկոնոմիկայի նախարարությունը ունի գյուղատնտեսական ծառայությունների պողակ, այդ պողակը միլիարդավոր դրամների ֆինանսավորում ունի, ու պատասխանատուներից մեկը հենց այդ պողակն է նման կարելի ասել համաճարակային իրավիճակ ստեղծելու համար։ Երկրորդ պատասխանատուն ուղիղ Շիրակի մարզպետն է, իրապարտականությունների մեջ 8-րդ կետում հենց դա է նշված, որ անասնաբուժության գծով անմիջական պատասխանատվությունը կրում է, քանի որ դա մտնում է սննդամթերքի անվտանգության այդ տիրույթի մեջ։ Տեսեք, մարզպետարանը ունի գյուղվարչություն, տեսչական մարմինը կա, որը վերահսկողություն է իրականացնում այդ գյուղատնտեսական ծառայությունները այդ պողակի համաճարակաբանի, վակցինատորի այդ ծառայության վրա։ Նաև քանի որ համաճարակային բնույթ է կրում արդեն, ես դա համարում եմ պես, քանի որ 500 գլխից 270 գլուխ մոտավորապես իրենց իսկ հայտնած լուրերով բաց աղբյուրներում հայտնի նշված է այդ թիվը 270 մոտավորապես գլխաքանակ, դա համաճարակ չէ, բա ինչ է, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ու գյուղացիները հենց սկզբից, որ բարձրաձայնում էին այդ խնդիրը, իսկ հիմա կարելի է խուսափողական են պատասխանում ձեզ, դա ինչ է նշանակում, վախի մթնոլորտ են տարածել գյուղացիների մոտ, գյուղացիք էլ ոնց որ ասած իրավական առումով շատ տեղեկացված չեն, այդ է պատճառը, եւ կանդեղ երկրորդ պատճառը խոստացել էին անասուններին, այդ տարված մորթված անասուններին ինչ որ գումարի հավելյալ ինչ որ 1000 դրամ ավել փող, որ էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցեր, 1000 թե 1300 դրամ այդ գնի մեջ էր ինչ որ, բայց մինչև այսօր այդ խոստումը տվեցվել էր, այսպես հեղեղուկ վիճակով, մինչև այսօր ոչ մեկին չեն տվել։ Ու գյուղացիներին հենց պահում են այդ ոնց որ ասած կարգի վրա, որ հանգած խոսացիք, հանգած բարձրաձայնիք, դա էլ չենք տա, այդ սկզբունքով է։ Գյուղացիները դրանից են վախենում, որ կարող է դա էլ փոխհատուցումը չտան։ Տեսեք, ես տեղեկացված եմ տեղից, որ սպանդանոցային մեքենան եկել է, քանի գլուխ անասուն է մորթվել, պատկան մարմիններ, դուք ասեք, քանի գլուխ, 15-20 գլուխ մորթվել է, հա, այդ սպանդանոցային մեքենայով մնացած է։ Հունվար ամսից է դա այդ ամեն ինչը սկսել գլուխ բարձրացնել, տարեժեք բան աշունից, բայց բարձրաձայնվել է փետրվարի 10-ից։ Փետրվարի 10-ից անցել է համարյա 3 ամիս։ Ոնց է հնարավոր այդ բրուցելոսով վարակված անասունները մեկ տեղում նույն կողմերում ու այս վիճակը, այսինքն դուք որևէ գործողություն արել եք կանխելու համար, այդ գյուղում, այդ տարածաշրջանում կառանցին հայտարարվել է թե չէ, այդ գյուղից մսամթերք վաճառվել է թե չէ, ես տեղյակ եմ, որ բոլոր անասունները չէ, որ տեղում սպանդանոցային մորթի են ենթարկվել, դեղ բանը կենտանի վաճառվել է, ում են վաճառել կենտանիները, որտեղ գնաց է, այսինքն այդ տարածելը որն է վարակի, որ եթե կենտանի վաճառվում է, բարձր տարել են մարդիկ, հիմի մորթվել է, չի մորթվել, ում կողմն է կապած, ինչ վիճակում է, որտեղ են այդ կենտանիները, պատկան մարմիններ, պատասխանեք, թե ոնց որ ասած, էլի բերեք ամեն ինչ գցեք ընդդիմության կրբանը, ընդդիմություն եւ այլն, տեսեք, բացարձակապես քաղաքական ոչ մի առում չեմ ես շոշափում, զու ձեր գործունեության, ձեր հանցավոր անգործունեության հետ կապված խոսում եմ, ասես բացի թողի վիճակով։ Դա էլ եմ կրկնում, դա ազգային անվտանգության խնդիր է, տեսեք, այդտեղից կելնի կատնամթերք, մսամթերք եւ այդ գյուղի ապրելակերպը, սոցիալական վիճակը ոնց է լինելու։ Ու ոչ միայն այդ գյուղի, Շիրակի մարզում բազում տեղեր կա, որ
այդ խնդրեմը կա։ Ամեն 6 ամիսը մեկ պետք է արունը վերցվել անասուններից վերցվել է թե չէ։ Եթե վերցվել է, ակտերը փակել են, ցույց տվել են, սա վերցված է, նորմալ է, ինչքան կար մորթվել է, որտեղ է մորթվել։ Որ սպանդանոցն է բրիցլոսով անասունը մորթ է։ Կրակ մի ադամ ստույգ բերեք 280 գլուխ ելը հայտնել եք որ բան է անասուն է եղել 3 ամիսի այդ հարցը չի լուծվել ինչ է եղավ Անձը մտնում է այդ գյուղ դուրս է գալիս ու եկել գնում են ոչ միայն այդ գյուղ պատասխանը տվող մի օքի եղել է պատկան մարմիններից ազգային անվտանգության խնդիր է ով է զբաղվել այդ հարցով թե ազգային անվտանգություն խնդիրը զբաղված է զուտ քաղաքական ընդդիմադիրների հարցերով է զբաղված Դավիթ Արուշանյան եկանք պարզ մարդկային ձևով ցինք հարցի լուծում տանք լուծումը տվսվա թե էլի խուսափելով, խապելով, մուտիլով կայենելով, փախե ենելով, ինչ եղավ վերջը։ Ընկել քարոզարշավ կեներ, ու նկատում եմ ընտրական մանդատները ստանալու օրը գյուղ վարչությանը պետը գնացել է ԿՊ-ի մանդատները ստանալու, հա։ Թող գյուղվարչության պետը քաղաքական հարցի մեջ տեղավորվելու, թող իր բուն գործառույթը կատարել, որ նման համաճարակային վիճակը բարձր եղներ, ոչ թե նման համաճարակ տարածվեր ամբողջ գյուղը կարելի է կեսից ավելի կենտանիները վարակված են ով դի պատասխան տա թե ձեզի բացարձակ հետաքրքիր չէ ձեզի հետաքրքիր է զուտ ձեր պաշտոնն ու ձեր պարգևավճարը թե այնտեղ ով կվարակվի գյուղացիներից անալիզ վերցրել եք ես ըստ օտում կախված լուրերի տեղեկություններ կա ըստ օտում կախված լուրերի շեշտում եմ ձերն է pedagogan ստրուկտուրան Գյուղացիների մոդել կա, ստուգել եք գյուղացիներից մարդիկ վարակվածություն ունեն թե չունեն։ Ինչի մինչև այսօր մարդկանց չեք ստուգել։ Թե ստուգել եք, եթե կա, փորձում եք ծածկադամ փոցենել։ Մարդկային կյանքեր է, գոնե մեզ կանը մարդ երեք, սկանամ խիղճ ունեցեք։ Մարդկային կյանքեր է։ Պարոն Ավագյան, գյուղացիների շատերը նշում էին, որ այս համաճարակը առաջացել է այն պատճառով, երբ պետության կողմից պատվաստանյութ են իրենց տրամադրել, այդ պատվաստանյութով անասուններին պատվաստել են, դրանից հետո այս խնդիրները առաջ են եկել։ Ես դա միանշանակ չեմ կարող պնդել, իրապես չեմ կարող պնդել, բայց ամենայն հավանականությամբ դա կարծելը ունի հիմնավոր կասկածի տեղ, որովհետև դա մի դեպք չէ, երկուս չէ, ինչ վակցին, ինչ պատվաստանյութ են սերսկել, ինչ է սերսկել, որ ժամանակ, որովհետև իրանք դաժե համապատասխան մարդկանց քանակ չունին, անասնաբույժների քանակ, համաճարակաբանների քանակ ու կրթության մագարտակներն է շատ ցածիկ, օրինակ մարդը գալիս է վակցինատոր ընկնված, հարցնում ես ինչ կրթություն ես, սկսե 5 օրյա 10-10-ն եմ, չգիտեմ մի քանի օրվա 10-10-ն կովացուլից չի տարբերել, վերանշանագել են դեր։ Դա է այս կառավարությունից, այս pedagogan ստրուկտուրայից ինչ սպասել։ Ինչ ոնց որ կառավարությունը ու մարզպետարանում այդպես էլ է գյուղատնտեսական ծառայությունների պոակում ու համաճարակաբան, վակցինատոր, դրանք մեր շղթա են ու չի կրա։ Ու նման դեպքերի բազմագեությունը խոսում է հանցավոր անգործունեության մասին։ Ես չեմ պատկերացնում, որ սա զուտ պատահականությունների արդյունք է։ Կարծես թե սա միտումնավոր է եղել։ Դա շատ կասկածելի է, էլի, հնարավոր չէ նման բնույթ եղնի։ Ու ներկրված երիջներ կան, տեսեք ով է զբաղվում այդ ներիջների ներկայմամբ անունը դրել են սորտավոր, սորտի այդ ցեղատեսակի հետ կապված, այդ երիջները ով է ներկայողը, պատկան մարմիններ, դուք պատասխանեք, ես գիտեմ, բայց դուք պատասխանեք ելեք ժողովրդին, որ բերել եք այդ երիջները միլիոնից թանկ վաճառել եք այդ գյուղացիների վրա, այդ երիջները իրանք մաքուր են եղել։ Մաքուր են եղել, ես հարց եմ տալիս, կամ այդքան ժամանակ կատ է վաճառվել, գնացել, դու պատասխանը ով պիտի տա։ Միս է վաճառվել, դրա պատասխանը ով պիտի տա։ Թե նորմալ է, անցավ գնաց, կարևորը ընդդիմությունից մեկը Facebook-յան գրառմամբ ամբողջ իրավական այդ ռեպրեսիվ մեքենան է, այդ մի բարի Facebook-յան գրառման վրա կենտրոնացնեք, մնացածը այն որ ջանդամ, հա, ձեր սիրած բարերից։
Ամոթ է, ամոթ։ Մարզվել ես կամ քաղաքական առումով ելնում պարտվել եք ընդունեք պարտությունը, համարձակություն երես ունեցեք ձեր պարտությունը ընդունելու։ Այդ ինչ խոսելա ձև է, կարմիր վասկաբներով դերտան, հա։ Այդ կամ Լենինը ժաբիդ եկավ դեմքին, դուք որ 18 թվին բանը Էրդողանի ու Ալիևի դեմքին ժաբիդ եկավ, ձեր կառուցողական ընկերոջ կամ քաղաքական պավան երբ որ եկավ իշխանության, ում դեմքին ժաբիդ եկավ, կամ որ ասում է կարմիր պիոներների պես կարմիր վասկաբով դերտան, ձեր նման պետք է Էրդողանի նկարը տոշին զարգեն կամ ճակատներին զարգեն ներտային, այդ նույն կոմունիստների սարկած 75 տարվա սարկած երկրի շենքերի քաղաքները մինչև այսօր, որ դեռ իրան չոշապը կա, իրանց սարկած փողոցներով, շենքերով, գործարաններով, ամեն ինչով, դպրոցներով, դա կոմունիստների վախտով չէ, թե ուրանալը ձեր մոտ սովորություն է, ինչպես միշտ այս 7 տարվա մեջ, թե անիտուրով կարելի է Հարևանության Հայաստանը փող աշխատելու միջոց է Արևմտյան Հայաստան կովերգելով կամ չքնաղ մեր հայկական Արցախը, մեր Հայաստանի մարդկանց փող աշխատելու միջոց էր ձեր համար են վաղ, ու նայում եմ ձեր էջերը Արևմտյան Հայաստանը։ Դե գերեիք Արևմտյան Հայաստանը ձեր քաղաքական պավան էր ասում, չէ, Թալիններ, հոկտեմբերաններ, բան, չէ, այդպես, թե փող աշխատելը թանկ է, երբ որ փող աշխատելու պահ կա, կարելի է Արևմտյան Հայաստանը ճանաչում է, կարևորը փող եղնի։ Երբ որ Պարքև Ավաջանու ձեր քաղաքական ղեկավարն ու պավան ասում է, չէ, Թալինն ու բան է, ձեր համար Թալինն ու բանն է, ամոթ խելքի եկեք։ Այս պաշտոնը ոչ մեկի համար դեռ հարատև չի եղել։ Ժամանակավոր բան է, պաշտոնն այսօր կա, եկու չկա, մարդ մնալն է կարևոր, մարդ եղեք, խապելով, մուտիլով կեկով, իշքան կարելի է, եկուս դուք մեր չէ, սերունդների առաջ պտի պատասխան տաք, ոնց հանձնեցիք մնացած հայկական հողերն է, բնակավայրերն է, հայկական Արցախն է, մնացածներ, ոնց եք փորձում ուրանալ ամեն ինչ, հանուն փողի ու չգիտեմ ինչի, ամոթ է, խելքի արեք։